Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ից 28-ը այցով կգտնվի Ֆրանսիայում։ Փարիզում տեղի կունենա Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված են նաև հանդիպումներ։ Ազգային ժողովը հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների սերտ գործակցությունը, ընդգծելով, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են։ Ապրիլի 27-ը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրն է։ Ծառայության հիմնադրմանը նվիրված տոնական միջոցառմանը ներկայ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդես է եկել ելույթով։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանն օրերս տեղեկացրել էր, որ անկախ դիտոր դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել Իմ քայլի հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ։ Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանը այս առնչությամբ մամուլի հրատապ ասուլիս է հրավիրել։ Կանդազմականունով հայտնի Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է։ Ընտրակաշառք տալու կասկածանքով հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են Ավանեսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը, նաև նրա գաղտնալսման ձայնագրությունները հրապարակել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 27-ից 28 այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Բացի այդ, Փարիզում տեղի կունենա Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Ազգային ժողովը հյուրընկալել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը։ Կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանների սերտ գործակցությունը։ Ընդգծվել է, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են, որոնց հիմքում դրված են անվտանգության հետ կապված հարցեր։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների համագործակցությունն անընդհատ զարգացել և խորացել է, ընդգրկելով կյանքի բազմաթիվ ոլորտներ։ Մեր ժողովուրդների բարեկամության արմատները շատ ավելի խորն են, քան պաշտոնական հարաբերությունների պատմությունը։ Դրա ապացույցներից մեկն էլ երկու երկրների խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերն են։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությունը 6 օրյա այցով Հայաստանում են։ Պաշտոնական հանդիպումների շարքը մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովից։ Ողջունելով բարեկամական խմբի անդամներին Հայաստանում, Հայաստանի ազգային ժողովի նախագահը կարևորել է նման փոխադարձ այցերի կազմակերպումը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանը և երկկողմ կապերին վերաբերող թեմաները, այնպես էլ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Հանրապետության Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, պահվող անձանց և անհետ կորած համարվողների խնդրին։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ։ Արմեն Խաչատրյանը խոսել է երկու երկրների խորհրդարանների սերտ փոխհարաբերություններից բարձր գնահատել բազմաբնույթ հարցերում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ցուցաբերած օժանդակությունը։ Խորհրդարանների միջև նույնպես շատ բարձր փոխհարաբերություններ կան եւ արդից օգտվելու ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Դվինաս ձեր բարեկամական խմբին համապարփակ Հայաստանին աջակցելու եւ բազմաբնույթ հարցերում ձեր օժանդակությունը ցուցաբերելու համար մենք դա գնահատում ենք եւ դա շատ տեսանելի է։ Հանդիպման անդրադարձ է եղել Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ազգային ժողովի падգամավորները ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում մեր երկրի կողմից իրականացվող քայլերը, կարևորվել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններից ու տարբեր բնագավառներում գործակցությունը խորացնելու հնարավորության մասին, այդ հարցում արժևորելով բարեկամական խմբերի ակտիվ դերակատարությունը։ Շատ երջանիկ ենք, որ կրկին Հայաստանում ենք։ Ֆրանսիայի ու Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ 2 տարի առաջ, երբ այցելեցինք Հայաստան, մթնոլորտը շատ ծանր էր։ Այս տարի այն տարբերվում է։ Կա անդորր։ Հայ падգամավորները հյուրերին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացից, կարևորել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի իրագործումը, ինչը կնպաստի Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական համագործակցության զարգացմանը։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինասի գլխավորած պատվիրակությանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, նա կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով Ժիլբեր Լյուկ Դվինասը ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը եւ քայլերը ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Հայաստան կատարած այցի շրջանակում մենք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկել համագործակցության տարբեր ուղղություններ։ Ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի կողքին եւ պատրաստակամ է շարունակել ու խորացնել գործընկերությունը տարբեր ոլորտներում։ Սակայն հատկապես կուզենայի առանձնացնել կրթության ոլորտը։ Հայ երեխաները դեռ մանկապարտեզից սկսում են սովորել ֆրանսերեն, եւ սա անկասկած կարևոր հիմք է մեր երկրների միջև բարեկամական կապերն ել ավելի ամրապնդելու համար։ Այս օրերի ընթացքում մենք այցելել ենք Հայաստանի տարբեր մարզեր եւ տեղում համոզվել, թե ինչպիսի հաջողություններ են գրանցվել երկկողմ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերում։ Ապրիլի 27-ը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրն է։ Ծառայության հիմնադրմանը նվիրված տոնական միջոցառմանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորելով եւ շնորհակալություն հայտնելով սահմանապահ զորքերի բոլոր ծառայողներին իրենց բարեխիղճ եւ հայրենանվեր ծառայության համար։ Մանրամասները տեսանյութում։ 35-ամյա նորանկախ Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ գտնվում է բացառիկ իրավիճակում, փաստում է Հայաստանի ղեկավարն ու մեկնաբանում։ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանի Հանրապետության բոլոր սահմանային անցման կետերը վերահսկվում են եւ այնտեղ ծառայություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կողմից։ Բայց սա իհարկե իրավիճակը այսպես պայմանավորող միակ հանգամանքը չէ, ըստ վարչապետի։ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։ Ապրիլի 27-ը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրն է։ Փաշինյանի համոզմամբ սահմանապահ զորքը առհասարակ խաղաղության խորհրդանիշ է, քանզի այնտեղ, որտեղ այն տեղակայված է, տիրում է մեծամասամբ խաղաղություն։ Հենց խաղաղության նպատակի իրագործման համար սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն առաջիկայում կշարունակվի եւ կհասցվի իր տրամաբանական ավարտին, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի հետ։ Մենք օրակարգում իհարկե ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփման օրակարգը եւ վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք եւ սրանով ըստ էության Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը եւ սահմանագծումը կամփոփվի եւ մեր պետությունը իր միջազգայինորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա։ Հայաստանի կառավարության նպատակներից է նաև, որ մեր զինծառայողները հնարավորություն ունենան իրենց ծառայությունը իրականացնել մշտական տեղակայման վայրերում, այսինքն տասնյակ տարիներով մեր բանակը իր ծառայության մեծ մասը անց է կացնում խրամատներում, դիրքերում,
որոնց պայմանները մեզ հայտնի հանգամանքների բերումով լավագույնը չեն։ Իհարկե, մենք հիմա նաև սահմաններին ամրաշինական աշխատանքներ ենք իրականացնում, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, բայց մեր նպատակադրումը այն է, որ X պահի մենք նաև այդ ամրացված շրջանները կհանձնենք սահմանապահ զորքերին, որպեսզի սահմանապահ զորքերը այդ տեղերում նույնպես ծառայություն իրականացնեն։ Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք իհարկե ամեն ամսվա, ամեն շաբաթվա, ամեն օրվա հետ ավելի ու ավելի վստահ ենք քայլում։ Եվ այս ամենը Նիկոլ Փաշինյանի խոսքով նշանակում է, որ գործադիր մարմինը առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովի սահմանապահ զորքերի համար, որն էլ իր հերթին պետք է ցուցաբերի պրոֆեսիոնալիզմի առավել բարձր մակարդակ, քանզի այս կոնտինգենտը պատասխանատու է ոչ միայն խաղաղության, այլև պետության միջազգային համբավի համար։ Չմոռանանք նաև, որ սահմանապահ զորքերը, սահմանապահ ծառայողները այն մարդիկ են, ովքեր առաջինը դիմավորում են Հայաստան եկած օտարերկրացիներին եւ պակաս կարեւոր չէ դիմավորում են արտերկրյա ճանապարհորդություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիներին եւ այս հանդիպման պահը մենք պետք է շատ լրջորեն վերլուծենք եւ գնահատենք, որովհետեւ այս կոնտակտը շատ կարեւոր կոնտակտ է, որի տպավորությունները շատ բան կարող են փոխել եւ օտարերկրացիների եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընկալումների մեջ սեփական պետության, սեփական անկախության եւ ինքնիշխանության եւ պաշտպանվածության վերաբերյալ։ Ծառայության հիմնադրման տոնական միջոցառմանը կառավարության ղեկավարն այնուհետև ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներին ու դրանց հնարավորություններին։ Փաշինյանն ու Սիմոնյանը նաև հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած զոհված զինծառայողների հիշատակին։ Ապա արդեն սահմանապահ զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով ու ցուցադրական հնարքներով։ Ձյանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը ու համատեղ հռչակագրի ստորագրումը հիմք են դրել երկու երկրների միջև խաղաղության հաշտեցմանն ու գործընկերությանը։ Ադրբեջանի նախագահը այդ մասին ասել է Գերնիկա խաղաղության եւ հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության մասնակիցներին հղած ուղերձում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արժանացել են Գերնիկա մրցանակին երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Ալիևը իր ուղերձում նշել է, որ Ադրբեջանի ժողովուրդը քաջ գիտակցում է խաղաղության եւ հաշտեցման արժեքը։ Նրա խոսքով այսօր Ադրբեջանը սովորում է ապրել խաղաղության մթնոլորտում։ Նա հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում խաղաղությունը ամրապնդելու եւ այն գործնական գործողությունների վերածելու ուղղությամբ։ Հարկ է նկատել, որ երկու ժողովուրդների միջև հաստատված խաղաղության մասին խոսող Ալիևը շարունակում է անխնավ ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել Մոսկվային Թեհրանին աջակցելու համար։ Նա բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը եւ վերահաստատել դրանց հետագա ամրապնդման մտադրությունը։ Արաղչին հավելել է, որ ուրախ է հանդիպել Ռուսաստանի նախագահին ամբողջ աշխարհին, ապացուցվեց այն փաստը, որ իրանցի ժողովուրդը իր դիմադրությամբ ու արիությամբ կարողացավ դիմակայել ամերիկյան հարձակումներին, ամերիկյան ագրեսիային եւ կկարողանա դիմանալ ու հաղթահարել նաև այս ժամանակահատվածը, ընդգծել է նա։ Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական եւ գնալով ավելի են ամրապնդվելու, հավելել է իրանցի նախարարը։ Նա նաև Պուտինին է փոխանցել Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ մաղթանքները։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։
Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի վրա զինված հարձակումից առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պետք է ելույթ ունենար ներկաների առաջ, պատրաստ է ելույթին, սակայն անսպասելիորեն հավելել էր, որ կրակոցներ են հնչելու։ Համացանցում տեսանյութ է տարածվել նաեւ, թե ինչպես երազիկության ընթացքում ընթրիքի ուրերից մեկը շարունակում հանգիստ ընթրել, երբ գաղտնի ծառայության գործակալները վազում էին շուրջ բոլորը։ Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած անձը բազմաթիվ խնդիրներ է ունեցել կյանքում, հանդես է եկել ընդդեմ քրիստոնեության։ Ես լավ եմ, շատ առումներով շատ տխուր երեկո էր, ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ Մելանիա Թրամփը, որը նույնպես ներկա էր ընդունելությանը, իրեն լավ է զգում։ ԱՄՆ դատախազությունից էլ հայտնել են, որ կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու եւ դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար։ Իրանի հետ պատերազմը շատ շուտով կավարտվի եւ մենք մեծ հաղթանակ կտանենք, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանը մոտ 3 օր ունի մինչեւ նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է, երբեմն պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։ Եթե իրանցիները ցանկանում են մեզ հետ խոսել, կարող են կապվել մեզ եւ մենք կարող ենք բանակցել հեռախոսով։ Իրանին չի կարելի թույլ տալ ձեռք բերել միջուկային զենք եւ այն ինչ մենք արել ենք, պետք է արվել վերջին 47 տարվա ընթացքում։ Հուսով եմ, որ մենք ստիպված չենք լինի ռազմական գործողություններ սկսել իրանական ռեժիմի մնացորդների հետ։ Մենք միջուկային փոշի կվերցնենք իրանցիներից եւ դա մեր բանակցությունների մի մասն է։ Իրանի դեմ ձեռնարկած մեր միջոցառումներով ծառայում ենք ամբողջ աշխարհին, նշել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար Իսլամաբադ մեկնած Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադից անմիջապես մեկնել է Մոսկվա։ Արաղչին Մոսկվայում հանդիպելու է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու տարածաշրջանային անվտանգային մի շարք հարցեր։ Չնայած այն հանգամանքին, որ Իսրայել-Լիբանան հակամարտության վերաբերյալ կողմերը 3 շաբաթյա համաձայնություն էին ձեռք բերել հրադադարի վերաբերյալ, սակայն կարծես պայմանավորվածությունը ամբողջությամբ չի գործում։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն Լիբանանի հարավը կրկին հարձակման է ենթարկվել եւ բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները։ Ռուսաստանի զինված ուժերը հարձակվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքների վրա։ Հարվածի հետևանքով վնասվել են տեխնոլոգիական սարքավորումները, նավթի բաքերը եւ նավահանգստի ներսում գտնվող բեռնափոխադրումները։ Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Կուլեբայի խոսքով վնասվել է նաեւ Պալաուի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավը, որը ժամանել էր նավահանգիստ բեռնման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ մեղադրել է Ռուսաստանին միջուկային ահաբեկչության մեջ։ Նա Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի 40-ամյա տարելիցին հղած ուղերձում հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պարտավոր է հասնել նրան, որ Մոսկվան դադարեցնի տեխնացի նոր վթարով սպառնացող հարվածները։ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է բանակցել Պուտինի հետ, սակայն չի բացահայտել նրանց վերջին զրույցի մանրամասները կամ ժամանակը։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում հակամարտության խաղակարգավորման հասնելու համար։ Ռուսաստանը միշտ բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցում շփումների համար։ Այս մասին էլ ասել է Լավրովը։ Նրանք գիտեն մեր դիրքորոշումը, ավելին նրանք այն լսել են Ալյասկայում։ Այն ներկայացվել է ի պատասխան նրանց առաջարկության։ Վստահ եմ, որ բանակցային թիմը պարոնայք Ստիվեն Ուիտքոֆը եւ Ջարեդ Քուշները անպայման չեն մոռացել դա, ասել է նա։ Ճապոնական Հոկայդո կղզում տեղի ունեցել 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ։ Երկրաշարժի զոհերի եւ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Կոլումբիայի Պանամերիկյան մայրուղում տեղի ունեցել ահաբեկչական հարձակում, պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը։ ԱՄՆ-ում NASCAR Cup Series մրցաշավի ժամանակ տեղի ունեցել զանգվածային վթար, բախվել է 26 մեքենա, դրանցից 10-ը չեն կարողացել վերադառնալ մրցաշավ, վարորդներից ոչ մեկ լուրջ վնասվածքներ չի ստացել։ Մարտերն տեղի ունեցել Մալիում, Տուարեգ ապստամբների եւ ջիհադական ջնիմ խմբավորման համատեղ հարձակումը հանգեցրել է Մալիի հյուսիսում Կիդալի գրավմանը, ինչը հանգեցրել է Մալիի զորքերի ջախջախմանը։
Շարունակում ենք թողարկումը իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը օրերս տեղեկացրել էր, որ անկախ դիտորդ դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել Իմ քայլը հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ, ուստի դիմել են վարչական դատարան, վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Վերջինս այս առնչությամբ հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարել է պատրաստվում է հաղորդում ներկայացնել Դանիել Իոաննիսյանի եւ անկախ դիտորդ դաշինքի դեմ Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հասցված վնասները հատուցելու պահանջով։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս էր հրավիրել անկախ դիտորդ դաշինքի կողմից ապրիլի 22-ին հիմնադրամի դեմ վարչական դատարան ներկայացված հայցադիմումի հետ կապված։ Ասուլիսի մեկնարկին Աննա Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե անկախ դիտորդ դաշինքի էջից եւ մամուլի հրապարակումներից տեղեկացել է, որ կազմակերպությունը ապրիլի 22-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել Իմ քայլի հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով հայցվոր կողմը քարոզչության ուղղակի փաստեր չի հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարը ասոցացրել են իշխող ուժի հետ։ Հակոբյանն ընդգծեց, որ խախտվել են իր սահմանադրական իրավունքի մի շարք կետեր, որի համար փաստաբանական թիմին խնդրել է դիտարկել Դանիել Իոաննիսյանի եւ անկախ դիտորդ դաշինքի դեմ հաղորդումներ ներկայացնելու հնարավորությունը։ Իմ քայլը հիմնադրամի գործարար Համբավին հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։ Աննա Հակոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ իր անձի կամ հիմնադրամի անվանումով պայմանավորված ոմանց մոտ ասոցացում է առաջացել իշխող ուժի հետ։ Նա հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը եւ այդ ընթացքում Իմ քայլի հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը։ Ես այս փաստը եւս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Հակոբյանը հիշեցրեց նախագահի այն հրամանագիրը, որով արգելվում է հիմնադրամներին նախընտրական քարոզչության շրջանում բարեգործական ծրագրեր իրականացնել, բայց միաժամանակ նշեց, որ հիմնադրամի ղեկավար կազմում եւ հոգաբարձուների խորհրդում չկան անձինք, որոնք ասոցացվում են ընտրությունների հետ կամ թեկնածու են։ Հետևաբար ընտրական օրենսգիրքը չի խախտվել, այնուհետև բանախոս հեղում կատարեց ընտրական օրենսգրքին։ Նշված պարզաբանումները Իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկը։ Ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքներդ ճշտեք մարդկանց համար ասոցացվում են, թե ոչ։ Աննա Հակոբյանը հերքեց լրագրողի այն դիտարկումը, թե կրթվել է նորաձև շարժումը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Նա նշեց, որ այն հասարակական շարժում է, ապա հավելեց. Կրթվելը նորաձև շարժումը մինչև այսօր գոյություն ունի։ Կրթվելը նորաձև շարժումը չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Կրթվելը նորաձև շարժման շրջանակում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որպես բանախոս հանդես գալու ժամանակ եւ կառավարությունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել։ Ասուլիսի ընթացքում Աննա Հակոբյանը ներկաներին եւ առհասարակ բոլորին հորդորեց լուրջ վերաբերվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, որը ենթադրում է երկրի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ուժեղ Հայաստան դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի փոքր մանթաժ բնակավայրից կազմակերպվել է մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ Ուժեղ Հայաստան կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են եւ ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10,000 դրամ։ 4 անձանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը եւ բացակայելու արգելքը, մյուս 2-ի նկատմամբ վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ դաստիարակչական հսկողությունը։
Կանդազ մականունով հայտնի ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են Ավանեսյանին ձերբակալելու մասին տեղեկությունը, իսկ քիչ առաջ նաև նրա գաղտնալսման ձայնագրությունները հրապարակել։ Հարուսված քրեական վարույթի շրջանակում բացի նրանից հետապնդում է հարուսվել ևս 3 անձի նկատմամբ, որոնք նույնպես ձերբակալվել են։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ Չկա, ինչքան եմ իջքով։ Კი, գործի տով։ Կամս դրկյա։ Հա։ Փողոնտան բայց։ Հա։ Դե կարևորը դա է թակի փողտան։ Հա։ Լապանը ես ինչ ասալով նա պիտի անում էլի, էտա։ Դու գիտեմ ես ինչ եմ ուզում։ Դե հա, возвращение блудного сына, Այո։ Հնարավոր է յադիտես բանը ինգի դամը խոքս։ Մարտիրացրով էր արդեն շանսերը շտանում ականքյամը։ Հայ մուկ պիտի խոսենք դե, խոնց պիտի անենք ասե, գիտեմ։ Չէ, դուք պիտի պրոստու կյակ ներկայանակ ծապտակ։ Շամպանսկի պեչի պիրիպ տրեքցնե։ Ալա չէ, շամպանսկին տրեքցնան ու սեմսի 7-7-ը։ Դամանձի կինանեք, հույսկա յանի լավայնն են։ Վետի եշիմոտ։ Ben yaşalım Cayntalan. Ne veren derven lohinden. Aşağısı tuje interlene, başton istinece bana kumur. Yesin şu asal. Lohinden. Kuare vet kıtsın. Tu orisi se şantanana. De peti jogovotnel havata ne? De hingidam. Բայց մի բան եմ մտածում, ասում կարող է բյուրդան մերը ծերենեք միանա, տեստան հնարավոր է, Կարող է, եթե կոալիցիայի հարցինի կարող է։ դե ես տա կոզեմ, կոզեմ թե հենչինի, օրից ձև տրա անհնար է անելը։ Լոխիդնան է ադր։ Պասպորտ, փոխատա։ Լոխ պատրաստ, ընկնտանյոք հանդեր։ Շո, ուրեմն գրասենյակը Տերյանի 59-ը, 69-ը։ Բանում չէ տավորիշ կազմակերպություն ալի ուժեղ Հայաստանը։ Հա։ Տեղը։ Դա ինչա ասպերտա գուրտատեղ մուրտատեղ այնում տեղթա։ Չէ, դա քաղաքական բանն է, պատրաստում են կընտրությունների։ Գուրտատեղը վեր ազգելանք են վախնան է։ Դե հորայե տերնալի պամի օրել մեր օրը լիքյա։ Մենական, ամայ պրազնիկ և ակիրական։ Հորայե, մեր բալակադալ սրանա լավալ է շանտղային։ Այլ տոքոս։ Ունցուս։ Մարտական լիցկավորված։ Ասմա հնգերություն ունիմ լավ, բարիկամություն ունիմ, ու ինքոսկի սպասումն։ Պասլավա, ողտագորդ էլի բրատես։ Հետ ալի, ասմա ես օզում վեր Արտուր ինտըսամ գյատամ, գիմ չում հունց կապտիմ և ասմա ես չէ էլա մին իցունու նաղդա, մնացածը գիմ չում։ Չատ ավազում չնո կապի, ասմա ու հագին մինիմալնին իցուն հոքի ու ասմա ավլի շատ։ Լավ կուրուգոն էլի, ասմա խատյա ես ենում Ամերիկա, բացի իրան ընգերությունը, իրան պարիկամությունը պենու լոստեղ էլի։ Հա, ուզում ասեմ, ընդգրկվենք այդ շարքեմ հետագայում վար կարանք ինտեղ մի գործ մոտ ճարենք, լի ինգիդամ, ինցանեմ։ Հետագա գործի մասին մտածում եք, դուք մեզ ընտրեցիք, չաչարվեցիք ընտրեցիք, համ գործնաններ, համ հողնաններ, համ տոննաններ։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Եվ թողարկմանը վերջում ձեզ ենք ներկայացնում ապրիլի 13-ից 20 ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք կհանդիպենք։
Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 18253 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 345 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ, 456 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 98 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 641 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 234, թմրանյութի հայտնաբերման 61, ֆիզիկական ներգործության 55, մարմնական վնասվածք պատճառելու 50, խարդախության 33, անձնական ունեցվածքի գողության 32, հոգեկան ներգործության 26, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 22 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 39 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք, 7 օրում գրանցված 79 ավտովթարի հետևանքով զոհվել է 3 մարդ, վնասվածք ստացել 102-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 502 դեպք, 120-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 69, հրդեհի ծագման սպառնալիքի 24, ճանապարհատրանսպորտային պատահարի 33, կենցաղային կանչի 148 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 99 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 159 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենգզինամթերք։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արարատյան փողոցի 36-ամյա բնակիչը ապօրինի թմրանյութ է ձեռք բերում, պահում եւ իրացնում։ Տեղեկությունն իրացնելիս ապրիլի 9-ին ժամը 11:30-ին Մայրաքաղաքի Շիրակի փողոցում իրավապահները կանգնեցրել են տվյալ անձի կողմից վարած ավտոմեքենան։ Վարորդը եւ ուղևորը ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել են Շենգավիթի բաժին։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով 2 փաթեթ ու ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ ծալովի դանակ եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է 36-ամյա տղամարդու բնակության վայրը։ Մարիխուանայից, կանեփի սերմերից եւ թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներից բացի հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, ատրճանակ ու ծալովի դանակ։ 36-ամյա տղամարդը կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կոտայքի պարեկները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, ձերբակալվել է 4 անձ։ Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտակայքից համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել 4 քաղաքացու։ Նույն օրը ժամը 11-ի սահմաններում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվության մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք առանց լիցենզիայի հատուկ տեխնիկայով իրականացնում են քանդման աշխատանքներ եւ հումքը բեռնատարներով տեղափոխում ու լցվում է աղացի մեջ։ Հատուկ տեխնիկայի եւ 3 բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են։ Մաշտոցի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսի վարորդին դանակահարած անձի։ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայողները օպերատիվ տվյալների իրացման արդյունքում եւ ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին Մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել եւ ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ եւ կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահպանելու եւ իրացնելու դեպք են բացահայտել, 1 անձ ձերբակալվել է։ Ապրիլի 20-ին ժամը 22:23-ին ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հալաբյան փողոցում դանակահարել են ավտոբուսի վարորդին եւ փախել։ Դեպքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել նաեւ հիվանդանոցից, երբ շտապօգնության խումբը ցակած կտրած վերքով բուժօգնության էր տեղափոխել 8 համարի երթուղին սպասարկող 44-ամյա վարորդին։ Դեպքի վայր մեկնած համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ անհայտ անձը վիճել է ավտոբուսի վարորդի հետ, ինչի ընթացքում սուր կտրող ցակող առարկայով հարվածել վերջին
վերջինիս։ Ըստ նախնական տեղեկությունների տղամարդը եղել էր ոչ ստաբ վիճակում։ Ապրիլի 22-ին ժամը 16:40-ին համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ խուլիգանության ու մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է մշտական բնակության վայր չունեցող 55-ամյա տղամարդը։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, կատարվում է նախաքննություն։